Սիրելի բարեկամներ, ուրախ եմ ողջունել Երևանում պաշտոնական այցով Հայաստան ժամանած Տաջիկստանի արտգործնախարար իմ լավ բարեկամ Սիրոջդին Ասլովին։ Հայաստանի եւ Տաջիկստանի հարաբերությունները խրախուսված են մեր ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող փոխադարձ հարգանքի եւ համակրանքի վրա։ Անկախությունից ի վեր հենց այդ հիմքի վրա ենք կառուցում մեր պետությունների միջև բարեկամական հարաբերությունները։ 2015 թվականի սեպտեմբերի 14-ին Դուշանբեում Հայաստանի եւ Տաջիկստանի նախագահների միջև կայացած հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց գործնական քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններին նոր դինամիկա եւ բովանդակություն հաղորդելու շուրջ։ Ուստի պարոն Ասլովի այցելությունը Տաջիկստանի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցելությունը Հայաստան, վերջերս Տաջիկստանի առաջին դեսպանի հավատարմագրումը Հայաստանում դիտարկում ենք հենց այս համատեքստում։ Իմ գործընկերոջ հետ հանգամանալից քննարկեցինք նախատեսվող Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները երկկողմ եւ բազմակողմ ձևաչափերով հայ-տաջիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես մտքեր փոխանակեցինք քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ու փոխշահավետ ծրագրերի իրագործման հնարավորությունների շուրջ։ Կարևորեցինք արտգործնախարարությունների միջև բարբերական խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Այս առումով կարևոր էր այսօր ստորագրված երկու երկրների արտգործնախարարությունների միջև 2016-2018 թվականների խորհրդատվությունների անցկացման ծրագիրը։ 2004 թվականից գործում է հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովը, որի գործունեության ակտիվացման հարցերը ևս մեր հանդիպման օրակարգում էին։ Անկալում ենք մոտ ապագայում անցկացնել հանձնաժողովի հերթական նիստը։ Պարոն Ասլովի հետ մտքեր փոխանակեցինք մեր երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղիների շուրջ։ Շեշտեցինք համագործակցության խորհրդարանական ձևաչափի կարևորությունը։ Մեր օրենսդիր մարմինների ներկայացուցիչները ակտիվորեն համագործակցում են հատկապես ՀԱՊԿ խորհրդարանական վերաժողովի շրջանակներում։ Ինչպես գիտեք, 2 օրից Երևանում կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը։ Այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր տաջիկ գործընկերներին ՀԱՊԿ հայաստանյան նախագահության առաջնահերթությունների իրականացման աջակցելու համար։ Պարոն Ասլովին ներկայացրեցի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերսկսման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղված Հայաստանի ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գաղափարներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նպատակով ձեռնարկող քայլերը։ Այս առումով հավելեմ նաեւ, որ մենք արժևորում ենք Տաջիկստանի հավասարակշռված դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի կապակցությամբ եւ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարումը։ Այժմ խոսքը սիրով փոխանցում եմ իմ գործընկերոջ։ Խնդրեմ։ Уважаемый представитель средств массовой информации, в рамках моего официального визита в Республику Армения, Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արգաշյան Էդվարդ Աղվանովիչ Նալբանդյանի հետ, ինչպես նաև ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Հանդիպումները անցան բովանդակալից եւ կառուցողական ջերմ վստահության մթնոլորտում մենք լայն շրջանակ խնդիրների քննարկեցինք երկկողմանի, բազմակողմանի եւ տարածաշրջանային բնույթի քննարկումների ընթացքում նշեցինք իրականություն կարելով ասպարեզները, որովհետև մենք կարող ենք հաստատելի եւ զարգացնել երկկողմանի շահավետ համագործակցություն, հետաքրքրությունը նշվեց ասերտ միջխորհրդանական եւ միջկառավարական կապեր հաստատելու հանդեպ երկու կողմերն էլ միասնական էին կարծիքի մեջ, որ անհրաժեշտ է վերականգնել տաջիկ ահեղական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները տնտեսարարական համագործակցության, ինչպես նաև կառավարության մասին, որը պետք է ավելացնել հումանիտար կապերը մշակույթի եւ կրթության ասպարեզներում։ Ես մեծ հետաքրքրություն նշեցի, որ մեր գիտնականները դրսևորել են Մաշտոցյան Մատենադարանի հետ համագործակցելու Երևանում, որտեղ
եզակի հինավուրց ձեռագրեր են պահպանվում, այդ թվում նաև պարսկերեն լեզվով։ Մենք նաև հետաքրքրություն արտահայտեցինք Տաջիկստանի կրթական հաստատությունների ուղղակի կապեր հանդիպելու հանդեպ բուհերի միջև, ինչպես նաև կրթական ծրագրերի իրականացման մեջ, այդ թվում նաև ուսանողների փոխանակության, կադրերի պատրաստման լինի երկկողմանի, թե ԱՊՀ ծանծային համալսարանի շրջանակներում։ Մեր այս առաջարկությունները Հայաստանի կողմը սատարեց։ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը նաև հատուկ տեղ գրավեց մեր քննարկումների ընթացքում։ Ես մեր անկեղծ ապրումները արտահայտեցի Հարավային Կովկասում այս տակագարնան իրավիճակի սրացման կապակցությամբ, որը հանգեցրեց մարդկային զոհերի և մեր կորուստների։ Մենք մեծ կարևորություն ենք հատկացնում կոնֆլիկտի էսկալացիայի թույլ չտալուն, որպեսզի այն չվերաճի ավելի լայնամասշտաբ զինված գործողությունների։ Այս պրոբլեմին անդրադառնալով ուզում եմ ասեմ, որ Տաջիկստանը մնում է իր սկզբունքային դիրքորոշմանը, այսինքն խաղաղ կարգավորում բոլոր գոյություն ունեցող կոնֆլիկտների, այդ թվում և Լեռնային Ղարաբաղին է։ Դրանով հանդերձ մենք հատուկ ուշադրություն դարձրեցինք նաև հետագա համագործակցության հարցերի մեր երկրների միջև, նաև բազմակողմանի ձևաչափում նշվեց, որ Տաջիկստանը և Հայաստանը ակտիվորեն համագործակցում են մի շարք միջազգային կազմակերպություններում, այդ թվում և տարածաշրջանային, ինչպես ՄԱԿ-ը, ԵՀԿ-ն, ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը։ Ողջույնս որ այստեղ Երևանում կկայանա ԱԳՆ-ների խորհրդի նիստը ՀԱՊԿ-ի, որտեղ մենք նույնպես հաջողությամբ համագործակցում ենք։ Մեր երկրները մոտ դիրքորոշումներ ունեն շատ հարցերի շուրջ, լինի միջազգային թե տարածաշրջանային բնույթի։ Տարածաշրջանային կազմակերպությունների ձևաչափում երկրները արդյունավետ համագործակցում են հակազդելու ամբողջությանն ու ծայրահեղականությանը, ինչպես նաև մյուս նոր սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելով։ Այս համատեքստում ես իմ արտագիտությունը արտահայտեցի հայկական կողմին, սատարելու համար Տաջիկստանի անդամությունը ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում, ինչպես նաև այն սատարման օժանդակության համար, որը մեզ ընդգրկվել է ՀԱՊԿ-ի շրջանակներում Աֆղանստանի հետ մեր հարավային սահմանները ամրացնելու։ Այս օժանդակությունը շատ ակտուալ է այսօր անվտանգության հարաճուն սպառնալիքների լույսի ներքո, որը կապված է այն ռեգիոններում իրավիճակի բարդացման հետ, որոնք անմիջապես հարում են մեր տարածաշրջանի հարավային սահմաններին։ Արդյունքով այս հանդիպման ուզում եմ ասեմ, որ մենք լավատեսությամբ ենք նայում ապագայի Տաջիկստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունների և լի ենք հաստատակամության ամեն ինչ անել դրանց հետագա ընդլայնման և խորացման համար։ Շնորհակալություն ձեզ շնորհության համար։